Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 12։ Բայց ես աղոթք եմ անում քեզ, ով Տեր, ընդունելի ժամանակում, ով Աստված, քո առատ ողորմության համար լսիր ինձ, քո փրկության ճշմարտությունովը։ Սաղմոս 69-րդ գլուխ 13-րդ խոսք։ Սիրելիներ, իմացեք, որ Աստծո ողորմությունը չցանկանալով, որ մարդը կործանվի իր մեղքի մեջ, մեզ փրկության միջոց տվեց իր Որդու, ով վերցրեց մեր բնույթը և լինելով մեկ անձ, լինելով կատարյալ Աստված և կատարյալ մարդ, դառնալով միջնորդ Աստծո և մարդու միջև, խաչի վրա մեր մեղքերի համար մեռնելով, փրկագնեց մեզ Աստծո բարկությունից և սատանայի իշխանությունից։ Եվ այսպես փրկագնելով մեզ, Հայրը մեզ իր ձեռքը հանձնեց որպես իր սեփականություն։ Ապա Աստված մարդու համար սահմանեց նոր օրենք և ուխտ, ոչ այնպիսին, ինչպիսին առաջինն էր, որը կյանք էր տալիս միայն կատարյալ հնազանդներին և մարդուն դատապարտում էր յուրաքանչյուր մեղքի համար, այլ Քրիստոսը հաստատեց շնորհի օրենքը, ներման և հավիտենական կյանքի խոստումը բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ ապաշխարությամբ և Քրիստոսին հավատալով դարձի են գալիս դեպի Աստված։ Սա նման է այն ներումի հրովարտակին, որ մի իշխան շնորհում է ապստամբների մի խմբի այն պայմանով, որ նրանք վայր դնեն իրենց զենքերը, վերադառնան և այսուհետ լինեն հավատարիմ հպատակներ։ Բայց քանի որ Տերը գիտի, որ մարդկային սիրտն այնքան չարացել է, որ այս ամենից անկախ մարդիկ չեն ընդունի դեղամիջոցը, եթե թողնվեն իրենց հայեցողությանը, Սուրբ Հոգին ստանձնեց այս առաջադրանքը։ Նա առաջնորդելով առաքյալներին հաստատում էր ավետարանը նշաններով ու հրաշքներով և լուսավորելով դարձի բերում ընտրյալ որդիներին։ Այսպիսով, վերը նշվածից դուք տեսնում եք, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գործերը, որը հստակորեն վերագրվում է նրանց։ Հոր գործն է արարել մեզ, առաջնորդել մեզ որպես իր բանական արարածներ համաձայն բնության օրենքի և դատել մեզ համաձայն դրա և իր ողորմությամբ մեզ տալ Փրկչին, երբ մենք կորած էինք, և ուղարկել իր Որդուն, ընդունելու իր փրկագինը։